Բարև ձեզ, հարգելի հայրենակիցներ, շատ հետաքրքիր տեղեկատվություն է տարածում The Washington Post-ը, որը գրում է ամերիկյան ցամաքային գործողությունների մասին Իրանում, սպասվում են այդպիսի գործողություններ եւ հետաքրքիր մանրամասներ է տալիս նաեւ թե ինչպիսի ըստ իրենց աղբյուրների գործողություններ են պլանավորված։ Վերջի օրերի ընթացքում շատ է աճել տեղեկատվություններ հենց ցամաքային օպերացիայի մասին եւ ակնհայտ է, որ Washington Post-ի այս նաև հոդվածը այդ նույն տրամաբանության մեջ է, պետք է ասել, որ ըստ իրենց եւ իրենց աղբյուրների այդ հատուկ գործողությունները ցամաքային Իրանի տարածքում լինելու են ոչ թե օրերի, այլ շաբաթների ընթացքում եւ ծրագիրը արդեն ներառում է հատուկ ջոկատայինների մասնակցություն եւ նույնիսկ ավելի խոշոր միավորումների մասնակցություն։ Եվ դա շատ հետաքրքիր է, որովհետև թե ինչ թիրախներ կարող է լինեն, մեզ դա հիմա ձեր հետ միասին իհարկե հետաքրքրում է եւ որտեղ կարող է տեղի ունենալ այդ հատուկ գործողությունները, որտեղ խոսք է գնում սահմանափակ հետևակայինների ստորաբաժանումի մասին նաեւ, բայց մեծ քանակով։ Ըստ իրենց գլխավոր սցենարը պետք է ներառի ոչ թե պետության օկուպացիան հարցը, իհարկե, որովհետև այս ուժերը ինչքան էլ կարևոր չլինեն, հասկանալի է, որ հատուկ ջոկատայինների տրամաբանության մեջ են եւ լայնածավալ Իրանի պես պետությունում օկուպացիոն գործընթացներ վարելու համար բավարար չեն, եթե համեմատենք նույն Իրաքում իր ժամանակ գործողություններին եւ հավաքված տարածաշրջանում ցամաքային ուժերին, ապա նպատակը պետք է լինի այս գործողության փաստացի այսպիսի թիրախներ գտնելը կոնկրետ եւ նպատակային հարվածներ հասցնելը, օրակարգը մոտավորապես այդպեսին է։ Այս պահի դրությամբ քննարկվում են մի քանի սցենար։ Առաջի հերթին սցենարը ներառում է կղզի Խարգը, որի մասին մենք ձեր հետ խոսել ենք, որը Իրանի նավթի մատակարարման շատ մեծ մասը 50%-ից ավելը ներառում է այդ կղզին եւ եթե այդ կղզու օկուպացիան գրավումը տեղի ունենա, ապա Միացյալ Նահանգները բանակցություններում կունենան առավելություն եւ կկարողանան ինչ որ կոնկրետ հարցեր առաջ տանել, որովհետև Իրանի համար Խարկ կղզու վրա վերահսկողություն չունենալը նշանակում է նավթի արտադրության եւ արտահանման վաճառման իր 80-ից ավել միլիարդ եկամուտների այդ նավթի վաճառման շնորհիվ եկամուտների լուրջ սահմանափակում եւ դա լուրջ խնդիր է իր համար նաեւ ներկայացնում։ Բացի դրանից պետք է ասել, որ Հորմուզի նեղուցում կարող է գործընթացները տեղի ունենան։ Մենք ձեր հետ միասին նախկինում խոսել էինք այդպիսի լողացող նաև ռազմաբազայի սցենարների մասին, այսինքն Հորմուզի նեղուցում, որ ջրի վրա իրանք ձևավորեն ռազմաբազա, այդպիսի փորձ Միացյալ Նահանգները ունեցել են եւ ունեցել են հենց Հորմուզի նեղուցում իր ժամանակ 80-ական թվականներին, բայց հիմա կարող է նաև գործընթացները ներառի այդ կղզիները, որոնք մոտ են գտնվում հենց Հորմուզի նեղուցին։ Բացի դրանից կարևոր է հարգելի այրնակիցներ այն փաստը, որ Հորմուզի նեղուցում գտնվող այդ կղզիներից են կրակում մեծ մասամբ Դուբայի եւ Աբու Դաբի, այսինքն Միացյալ Արաբական Էմիրությունների ուղղությամբ, մոտ է եւ հատկապես ԱԹՍ-ները այդտեղից կրակել հարմար է։ Ուստի Միացյալ Նահանգների համար պարզ է, որ իր գլխավոր այդտեղ դաշնակցի Արաբական Էմիրությունների, որոնք շատ լուրջ հարվածի տակ հայտնվեցին եւ ավելի շատ հարված է ուրեմն հենց ուղղվել Էմիրությունների ուղղությամբ, այլ ոչ թե Իսրայելի, դա կարևոր է արձանագրել, իրենց աջակցելու նպատակ էլ ունի իրականում այդ կոնկրետ գործընթացը։ Սցենարը այս պահի դրությամբ ավելի նման է ուրեմն ռեյդերի հատուկ այսպիսի գործողությունների, այսինքն հատուկ նշանակության ուժերի ուրեմն այդ գործողություններին առանձին ռազմավարական կետերի գրավում, ենթակառուցվածքների վրա հարձակում եւ Հորմուզի նեղուցի անվտանգության ապահովում։ Այսինքն այս պահի դրությամբ գլխավոր սցենարը, որը քննարկվում է, դա պետք է լինի ուրեմն արագ մուտք գործել, ուրեմն հարվածել, հասնել քո նպատակներին եւ դուրս գալ այդ տարածքից։ Պատճառը, թե ինչի համար են այսպիսի սցենար նախատեսել, դա իրանական իհարկե վտանգն է, որովհետև Իրանը փաստացի ունի անօդաչու թռչող սարքեր, որոնց միջոցով կարող է նույնիսկ այդ Խարկ կղզուն հարվածի, ունի հրթիռներ, ունի ականներ եւ ունի պատրաստված դիրքեր նաեւ։
Եվ հաշվի առնելով այս ամենը, իհարկե, կարա նոր էսկալացիա տեղի ունենա։ Մեր համար հետաքրքիր է նաև այն փաստը եւ ասեմ, որ երեք առաջի անգամ հութիները Եմենից սկսեցին նաև գործողություններ, միացան եւ առաջի անգամ կրակեցին Իսրայելի ուղությամբ։ Հնարավոր է, որ հութիները նաև սկսեն կրակել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, մոտ են գտնվում։ Բացի դրանից Բաբ էլ Մանդեբի նեղուցը, որը գիտեք նաև միջազգային առևտրի, այդ թվում նավթի առևտրի շատ կարևոր դեր է զբաղեցնում, կարա նաև լինի նորից սահմանափակ, այսինքն Իրանը կարող է կիրառել հենց այդ երկու նեղուցների, Հորմուզի նեղուցը եւ Բաբ էլ Մանդեբի նեղուցը փակելու այդպիսի ճանապարհը, ինչը իհարկե ել ավելի բարդ իրավիճակ կստեղծի համաշխարհային տնտեսության համար։ Բացատրեմ պատճառը, որովհետև հերիք չի, որ Հորմուզի նեղուցով անցնողը պետք է Բաբ էլ Մանդեբի նեղուցով հետո անցնի կամ հետո Սինգապուրի Մալակկայի նեղուցով, որ հասնի Չինաստան, նույն տրամաբանությամբ Չինաստանից կամ Հնդկաստանից եկողը, որը գնում է դեպի Եվրոպա կամ Եվրոպայից գալիս է դեպի այդ երկրներ, Հորմուզի նեղուցը իրենց պետք չի, բայց Բաբ էլ Մանդեբի նեղուցը անխուսափելի է, այսինքն երբ դու օգտագործում ես Սուեցի ջրանցքը, դու միշտ օգտագործում ես նաև Բաբ էլ Մանդեբի նեղուցը եւ դրանով Բաբ էլ Մանդեբի նեղուցի վերահսկողությունը համաշխարհային տնտեսության վրա ազդելու լուրջ հնարավորություն է եւ ստիպելու Միացյալ Նահանգներին, որ ավելի շուտ ավարտեն այս գործողությունները։ Հիշում եք, մենք ձեր հետ միասին նաև խոսում էինք նախորդ, թե ինչ տեղի կունենա արդեն, եթե հութիները միանան պատերազմի մեջ եւ Սոմալիլենդը այդտեղ նկատի ունեինք։ Հիմա կխոսենք դրա մասին մանրամասն, որովհետև կարծում եմ, որ այդտեղ լուրջ զարգացումներ կլինեն։ Մինչև այդ ուղղակի հիշեցնեմ ձեզ, հարգելի հայրենակիցներ, որ դուք կարող եք ուրեմն լայքելով այս վերլուծությունը աջակցել ալիքին, գրելով ձեր մեկնաբանությունները, անդամակցելով ալիքին, դա կարող եք նկարագրությունում կամ առաջին մեկնաբանությունում նշված միջոց շնորհիվ, ինչպես այստեղ YouTube-ում, իսկ եթե YouTube-ում անդամակցությունը հասանելի չէ ձեր համար, ապա կարող եք Patreon-ում անդամակցել եւ ստանալ հավելյալ վերլուծությունների հանդեպ հասանելիություն եւ դրանով նաեւ աջակցել ալիքի գործունեությունը։ Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր արդեն դա արել են եւ վերադառնում ենք մեր թեմային։ Հութիները փորձելու են միանալ, չէին ուզում եւ ակտիվորեն երևում է, որ իրանց դեմ ճնշում է կիրառում ուրեմն Իրանը, որ իրանք միանան այս պատերազմի մեջ, որովհետև հիմա Սոմալիլենդում գտնվող ուրեմն իսրայելական հատուկ ջոկատայիններ կարելի ասել եւ օդուժը առաջի հերթին իհարկե, հիշում եք, խոսում ենք դրա մասին, եւ Մոսադը այդտեղ ռազմական իզուր չէր, որ բացել էր եւ ճանաչեց Սոմալիլենդի անկախությունը, իրանք նախորդ շատ լավ գիտեին սպասվող իրադարձությունների մասին եւ հութիների համար պատրաստել են այսպիսի կոնկրետ սցենար, որ իրանք մտահոգված են, որովհետեւ Իսրայելից թռիչքներ ապահովել այդտեղ շատ բարդ կլիներ, իսկ Սոմալիլենդից րոպեներ է պետք, որ հարվածներ հասցնես հենց Եմենի ուղղությամբ։ Եմենը կարող են դարձնել նոր Լիբանան, հարավային Լիբանան, բայց հարավային Լիբանանը ինչ է դարել։ Հարավային Լիբանանը դարել է նոր Գազա։ Այո, որովհետև փաստացի մենք ձեր հետ տեսնում ենք, որ այդտեղ Հեզբոլահը Լիբանանում տերորիստական խմբավորումը շատ ակտիվ մասնակցում է պատերազմի մեջ եւ Իսրայելը հիմա ընդլայնում է ցամաքային իր գործողությունները հարավային Լիբանանում, արդեն մի քանի ուղղությամբ խորացել է եւ մենք ձեր հետ միասին օրերս քարտեզի վրա նաեւ կխոսենք Լիբանանի ռազմական գործողությունների համար եւ դա միայն անդամների համար հասանելի կլինի, որովհետեւ քարտեզները, հարգելի հայրենակիցներ, YouTube-ը երբ տեսնում է իր արհեստական բանականությունը, որ նրա փոխարեն, որ այսպիսի ձևաչափով ձեր հետ խոսեմ, քարտեզ է, ապա ինքը որոշում է, որ չտարածի այդ քարտեզը, որովհետեւ չի տեսնում, թե ով է խոսում եւ վստահություն չկա խոսողի հանդեպ, այդպես են գործում YouTube-յան ալգորիթմները, այդ պատճառով դա կլինի միայն անդամների համար, որ կարողանանք ուրեմն ապահովել այդ կայունությունը YouTube-յան ալիքի ուրեմն տարածման ուղղությամբ, այսինքն այդ սահմանափակումը այդ նպատակը նաև ունի։ Եվ կխոսենք այդտեղ քարտեզի վրա կտեսնենք, թե ինչպես է զարգացումները, բայց կարճ ասեմ, որ մի քանի ուղղությամբ խորացել են եւ իսրայելական զորքերը եւ փորձելու են հիմա լուրջ ցամաքային գործողություններ վարել նրա համար, որ գրավեն այդ բուֆերային տարածքը Լիբանանում եւ դրանով նաեւ ապահովեն փաստացի հյուսիսային ուղղությամբ անվտանգությունը։ Հետաքրքիր է այստեղ շատ, որ Թուրքիան ակտիվացավ եւ խոսել է Թուրքիայի հետախուզության պետը
Քլինը, դրա մասին, որ Իբրահիմ Քալինի մասին եմ խոսում, նրա մասին, որ Իսրայելը ուզում է Լիբանանը Ղազա դարձնել, դե եթե այնտեղից հարձակվում են Իսրայելի վրա, Իսրայելը պատասխանում է, շենքերը փլուզվում են, ի վերջո ստացվում է Ղազային է նմանվում, բայց ով է սկսել այդ պատերազմը, Թուրքիան դրա մասին չէ խոսում, որովհետև Թուրքիան ասում է պատերազմը, ամբողջ պատերազմը հիմա չմոռանաք սկսել է, ասում է, հենց Քլինն է ասում երեք, Իսրայելը։ Այսինքն իրանց համար այս պատերազմը սկսել է Իսրայելը, հասկանալի է, հա, որտեղից ուզում են այնտեղից են սկիզբ բերում, այսինքն այս պատերազմը առանձին պատերազմ չէ, այլ Ղազայից Իսրայելի վրա հարձակման հետևանք է 2023 թվականի հոկտեմբերի 7-ի այդ սարսափելի հարձակման հետևանք է, որը աջակցված էր ոչ միայն Իրանի, այլ նաև Թուրքիայի կողմից եւ բոլորը շատ լավ դա գիտեն։ Բացի դրանից այդ նույն Քլինը օրերս հանդիպել է Համասի հետ, Համասը Ղազայով ղեկավարող այդ ուժն է, այսինքն այդ տերորիստներն են, որոնք հարձակվան Իսրայելի վրա եւ որոնք պատերազմը սկսեցին, հանդիպել է պաշտոնական իրանց հետ եւ Թուրքիան շարունակում է հանդիպել ակտիվորեն համագործակցել Համասի հետ, հարգելի այնակիցներ, այսինքն ամեն ինչ հասկանալի է։ Պետք է անդրադառնանք մեկ իհարկե Միացյալ Նահանգներում ներսում տեղի ունեցող քննարկումներին, The Independent-ը գրում է, որ ամերիկացիքի մեծ մասը դեմ է ցամաքային գործողությունների եւ կոնգրեսում նաեւ տարբեր մոտեցումներ կան։ Հետաքրքիր է այն, որ ուրեմն կա ուժեր Ամերիկայում, ով աջակցում է այսպիսի ցամաքային գործողություններին, բայց կան նաև ով դեմ են եւ տարբեր մոտեցումներ կան։ Պաշտոնական առումով ուրեմն պետք է ասել, որ իրանք խուսափելու են լայնածավալ գործողություններից։ Ուրեմն մի քանի սցենար ձեր հետ միասին քննարկենք, որ ավելի པարզ լինի, հա։ Հիմնական սցենարը դա սահմանափակ հատուկ գործողություններ են, ուժի ցուցադրում եւ բացի դրանից ճնշում Իրանի վրա։ Երկրորդ սցենարը դա արդեն ինչ-որ ռազմական օբյեկտների ռազմավարական նշանակության ենթակառուցվածքների գրավում է, եւ երրորդ ամենավտանգավոր սցենարը դա, որ արդեն Միացյալ Նահանգները ցամաքային այսպիսի գործողությունների մեջ հայտնվեն ներքաշված։ Իհարկե Միացյալ Նահանգները արդեն փաստացի անցել են օդային փուլից դեպի ցամաքային փուլ։ Գիտեք, ես համամիտ չեմ շատ տարբեր վերլուծաբանների հետ, ոչ միայն հայկական նկատի ունեմ, առհասարակ, նաև արտասահմանյան, որոնք կարծում են, որ այս գործողությունները հիմա ինչ-որ այնպիսի սցենարով չեն գնում, ինչը նախապատրաստված էր, կարծում եմ իրանք սխալվում են, ես համոզված եմ, որ սցենարը այնպիսին էր, ինչպիսի հիմա գործողություններ են տեղի ունենում, այսինքն տեսեք, ուղիղ արձանագրենք, հա, որ չկա կոնկրետ կոչ մարդկանց, որ դուրս գան փողոց։ Միացյալ Նահանգները հստակ ասել էին, մենք կավարտենք մեր գործողությունները, կոչ կանենք, որ դուք դուրս գաք փողոց։ Կոչ չի եղել, մարդիկ փողոց չեն դուրս եկել։ Հիմա շատերը ասում են, մարդիկ փողոց չեն դուրս եկել, տեսնում եք, չի աշխատում Միացյալ Նահանգների ռազմավարությունը։ Իրանք ասացին բացահայտ, կոչ կանենք, հետո դուրս եկեք, մինչև այդ դուրս չգաք։ Կոչ չեն արել դեռ։ Խի պետքա մարդիկ դուրս գային։ Ինչի։ Շատ պարզ է։ Եվ այստեղից նաև պետք է ուղիղ արձանագրվի, որ փաստացի սա նշանակում է, որ այդ սցենարը դեռ օրակարգում է, այսինքն մարդկանց փողոց դուրս գալը։ Երկրորդ հարցը, շատերը ասում են, որ Միացյալ Նահանգները ուրեմն կարող է այս կամ այն տեղում, հա, ցամաքային օպերացիա անի, բայց պետք է չմոռանանք, որ ցամաքային օպերացիան կարող է լինի նաև ամենաանսպասելի տեղերում, նույնիսկ Թեհրանում։ Այո, եւ եթե խոսք է գնում նրա մասին, որ այդ ժամանակ հնարավոր է հարվածներ Միացյալ Նահանգների զորքերի վրա, ապա այդ ժամանակ օդում նաև գործելու են աննկարագրելի ծավալի եւ քանակի ուժեր, որոնք կարող են լրջագույն հարվածներ հասցնել բոլոր այդ ստորաբաժանումներին ցամաքային, որոնք որոշեն շարժվել։ Այսինքն ինչ որ առումով դրա շնորհիվ կարելի է փաստացի ինչ որ զորքի շնորհիվ կարելի է այնպես անել, որ ակտիվացնես Իրանի ցամաքային զորքերը, որոնք հիմա ակտիվ չեն, եւ հարվածներ հասցնես այդ զորքերի վրա։ Բացի դրանից ուրանի, հարստացված ուրանի 400 կիլոգրամը, որը Թեհրանից ոչ այդքան հեռու Քոմում է գտնվում, ինչքան հասկանում ենք, այդտեղ էլ կա հնարավորություն կոնկրետ գործողություններ վարելու, հասկանում եք, որովհետեւ Քոմը
իհարկե շատ խորն է գտնվում գետնի տակ եւ այդտեղ առանց ցամաքային օպերացիայի գրավել այդ 400 կիլոգրամը շատ բարդ կլինի։ Ամեն դեպքում պետք է ասել, որ ցամաքային օպերացիան փաստացի օրակարգում է, փաստացի սկսվելու է եւ կարող է նաեւ ունենալ խոսքին այնպիսի սցենար, որ ներառի Բանդար Աբաս քաղաքի գրավումը։ Այո, դա կարող հնչել հիմա իհարկե ինչպես շատ բարդ գործողություն, բայց եթե Միացյալ Նահանգները Բանդար Աբասը գրավեն, պետք է ասել, որ դրանով Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովեն։ Դրանից հետո Իրանը կսկսի իր ցամաքային զորքերը շարժ ապահովել դեպի Բանդար Աբաս։ Ճանապարհին այդ զորքերին կհարվածեն, որովհետև հիմա, ինչպես արդեն նշեցի, զորքերը ակտիվ չեն, հարվածելու տեղ չկա, որովհետև իրանք զորամասերում չեն գտնվում, հասկանում եք, պահկվում են, այսպես ասեմ, ինչ-ինչ վայրերում նաև, եւ այդ թաքնվելու գաղափարը կա իրանց զորքերում, այս պայծության, որտեղ հենց իրանք կուտակվում են, իրանց հարվածելու են։ Եվ ինչ որ կոնկրետ առաջադրանք կարա ունենա Միացյալ Նահանգները, այնպես անի, որ այս զորքերը կուտակվեն, հասկանում եք։ Օրերս կար տեղեկատվություն, որ 1 միլիոն մարդ է արդեն պատրաստ ցամաքային գործողությունների համար։ Հիմա այդ 1 միլիոն մարդը եթե սկսի որևէ տեղ շարժ, ապա իրանց հատկապես միայն ցամաքային մասին չի խոսքը իհարկե, խոսք է գնում նաև իրենց հատուկ միջոցների մասին, զրահապատ մեքենաներ, տեխնիկա ուրիշ եւ այլն, այդ ամենի վրա հարվածներ է հասցնելու։ Բացի դրանից ասեմ ձեզ, որ օրերս տեղեկատվություն կար Միացյալ Նահանգների կողմից, որ 35%-ն են մոտավորապես Իրանի բալիստիկ հրթիռների հնարավորությունների ոչնչացրել, բարդ հարց է, որովհետև իրանք ենթադրում են, որ այստեղ ներառում են այնինչ ոչնչացվել է, այլ ոչ թե այնինչ խոսքին հարվածի տակ փակվել է, որովհետև շատերը հողի տակ են, հարվածում են Ամերիկան եւ հողի տակ ուղղակի դա փլուզվում է այդ բունկերը եւ դրանից հետո մինչեւ այդ բունկերը չփորես, չբացես, փաստացի չես կարող օգտագործել այդ բալիստիկ հրթիռները, բայց մյուս կողմից Ամերիկան ենթադրում են, որ դա չի համարում, որ ոչնչացվել է այդ կոնկրետ զենքը, որովհետև իրականում չի ոչնչացվել, կարելի է վերականգնել։ Այսինքն 35%-ը մոտավորապես ոչնչացվել է, բայց մնացածը նաև հարվածների տակ է հայտնվում եւ հայտնվելու։ Պետք է ասել, որ Միացյալ Նահանգները Թեհրանում համալսարանին են հարվածել, պատճառը կարա լինի, որ այդտեղ միջուկային ծրագրով էին սպառված։ Իրանը հիմա հայտարարում է, որ պատասխան գործողություններ է նաև վարելու Միացյալ Նահանգների համալսարանների դեմ, մի հատ այդպիսի համալսարան կա Աբու Դաբիում, կոնկրետ ինչ գիտենք։ Բացի դրանից, Միացյալ Արաբական Էմիրություններում ամբողջ գիշերվա ընթացքում հակաօդային պաշտպանությունը ակտիվ աշխատում էր։ Հութիները նաև կրակել են Էյլաթի ուղությամբ, Իսրայելի ուղությամբ ԱԹՍ-ներ, դա նաև կարևոր եւ հետաքրքիր փաստ է։ Էյլատի ուղությամբ նաև Իրանն էր կրակ բացել եւ ուրեմն ընդհանուր առումով հետաքրքիր է, որ մենք նաև տեսնում ենք հարվածներ Թեհրանի ուղությամբ։ Ուզում եմ ուղղակի ձեզ կոնկրետ ասեմ, հարգելի հայրենակիցներ, որ այս օդանավակայանը, որը Թեհրանի կենտրոնում է գտնվում, շատ հետաքրքիր, անկեղծ ասած, եւ ինձ չի կարող սա չհիշեցնել հենց գիտեք, Վենեսուելա, շատ նման է Վենեսուելային եւ Կարակասում տեղի ունեցող իրադարձություններին, որովհետեւ հենց Թեհրանի մայրաքաղաքից ոչ ուրեմն կենտրոնից ոչ այդքան հեռու գտնվում է այս օդանավակայանը, այսինքն քաղաքի մեջտեղում է գտնվում, հասկանում եք այս օդանավակայանը, ինքը եւ ռազմական բաղադրիչ ունի եւ այս օդանավակայանը նմանեցնում է ինձ, հիշեցնում է ինձ Վենեսուելան, որտեղ որ ուրեմն հարգելի հայրենակիցներ, օդանավակայան է, որի ուղղությամբ այդ գործողությունները վարեց Միացյալ Նահանգները, նաև գտնվում է հենց քաղաքի կենտրոնում եւ այդտեղ կարողացել են հատուկ ջոկատայինների միջոցով իրանք օգտագործել այդ օդանավակայանը իրանց հատուկ գործողությունների համար։ Ում կարող են նաև ձերբակալել Իրանում, դա բարդ հարց է, ում կարող են ձերբակալել, բայց մյուս կողմից իհարկե, եթե կարողանային ձերբակալել ուրեմն Մոջտաբա Խամենեին, որդուն, այսօրվա
ճակերտներում հոգևոր առաջնորդի դա հետաքրքիր կլիներ, բայց Նաև ես չեմ բացառում, որ անակնկալ ձևով իրանք կարողանան խոսքին եթե գրավեն Բանդար Աբասը, ապա անակնկալ ձևով մի կողմից այդտեղ ապահովեն բելուչների, բալոչների, այսինքն ինչ-ինչ գործողությունները, որովհետև Բանդար Աբասից աջ է, արևելք է ընկած այդ հատվածը, երկրորդը Բանդար Աբասը գրավելով նաև հնարավոր է Բանդար Աբասից սկսվի կոնկրետ, այսպես ասեմ, այդ ընդդիմության գործընթացը, այսինքն խոսքին Բանդար Աբաս բերեն Ռեզա Փեհլևիին եւ միևնույն ժամանակ Բանդար Աբասը գրավելուց հետո կղզիները գրավեն եւ այդտեղից որ ինքը Բանդար Աբասից սկսի իր քաղաքական շարժումը դեպի Թեհրան, հնարավոր է դա, բայց իհարկե հավանականությունը ցածր է այս պայծրությամբ, որ այդ գործողությունները տեղի ունենան։ Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ ուշադրության համար, կհանդիպենք, ցտեսություն։